մենք մեր ծրագիրը կարանք ասենք, Հայաստանը ընդհանրապես վեկտոր չպետք է ունենա, պետք է լինի Սինգապուրի պես, մենք ասել ենք մի պետություն եւ լինի կամուրջ ամենակարևորը, նույնիսկ Ռուսաստանի համար Հայաստանը կարող էր այսօր կամուրջ լիներ Ուկրաինայի պատերազմի համար, բայց դրա համար պետք է քաղաքական կամ կարանք կամուրջ լինենք Պարսկաստանի եւ Իսրայելի միջև, մենք առաջարկել ենք նույնիսկ ժողովրդական դիպլոմատիայով, հետո գաղտնի հանդիպումներով, հիմա ինչ վերաբերում է տրիպը որպես երաշխիք, այո, ես նշեցի, որ տրիպը ժամանակավոր երաշխիք է, Եվրոդիտորդներից հետո հող տվել ենք, Տավուշի մարզում մենք հող ենք տվել, պետք չէր զինված, այսինքն մեր այսօրվա իշխանությունները հանդիսանում են այլ երկրի ներկայացուցիչներ եւ երբ որ Ալիևը ասում է այս անգամ զենքով չեն գնալու, նա ուղիղ տեքստով ասում է, այսինքն եթե քո երկիրը հանձնում է, դրսի ժողովուրդն էլ, դրսի իշխանություններն ասում են, դե եթե իր ժողովուրդը հանդուրժում է, իր կառավարությունը հանձնում է, թող հանձնի։ Ու այսօրվա իշխանությունների համար ես էլի եմ կրկնում, եթե միայն մնա Բաղրամյանը ու Մաշտոցով ասեն դուք էլ այս երկրի վարչապետն եք, իրանք գնալու են այդ զիջողականությանը, այս կեղծ խաղաղություն, որ այսօր կա իսկականում զիջողականությունը, լավ տեղ չի տանելու, միակողմանի բևեռ Հայաստանին այսօր ընդունելը, այսօր ես ասում եմ, երբ որ մենք այդքան ուժեղ չենք, մենակ ունենք ռեսուրսներ, որը որ բացի ռեսուրսներից այդ տրանզիտի ճանապարհը, բայց այդ տրանզիտի ճանապարհն է Ամերիկան այսօր շատ հեշտ կարա լուծի վաղը Պարսկաստանի հետ կնստի սեղանին եւ այդ տրանզիտը Պարսկաստանով կանցնի, նրանք արդեն Վրաստանով այդ ախր քյալակով ունեն ճանապարհ, որը չի օգտագործում, չեն օգտագործում, ասեմ, թույլ օղակին իրանք կարան միշտ դուրս թողեն։ Մեկ օր է Տրամպին պետք, մեկ ժամ է պետք, գիտենք Տրամպի այդ փոփոխականությունը, հա, տեսանք Գրենլանդիայի, ինչքան սրացրեց եւ մի րոպեից ասեց լավ, վերջացրել ենք այդ հարցը, մեկ օր է պետք, մեկ րոպե է պետք, որ ասի, ես Իրանի հետ այսօր նստում եմ սեղանին եւ խոսում եմ ու Հայաստանը ընդհանրապես այս տրիպից դուրս է մնալու, ընդհանրապես այդ տրիպից նա դուրս կմնա եւ այնեն չի, որ ընդեղ էլ հարիվ են ու չեն քննարկում այդ տարբերակները, քանի որ վստահությունը այսօրվա իշխանությունների վրա ընդեղ էլ այդքան շատ չի, հա, Տրամպն այսօր ժպտաց Փաշինյանի երեսին, հա, Ադրբեջան պետության անունը մոռացավ, անցած անգամ Հայաստանի անունը մոռացավ, անցած անգամ Շուրեկավ Ալիևին ասեց, բայ այն մեկը ուրա Փաշինյանի անունը մոռացավ, հա, երբ որ Ալիևը իր հետևներ նստած, Շուրեկավ անգլերեն ասեց, where is the other one, հա, ուրա էր մյուսը ուրա, էլի, անունը նույնիսկ մոռացել էր, ուզում եմ ասեմ, նրանք անհատների հետևից չեն կանգնելու են շահերի հետևից, ինչ շահ կարանք առաջարկենք այս խաղաղությունը, պարբերական խաղաղությունը պահելու համար, բայց ասում եմ Ալիևի ելույթները թե այդ հարցազրույցին, որ 16 երկրի նավթ եմ տալի, թե այդ Ալիևի թույլատրությամբ Ստեփանակերտում բնակարաններ բաժանողները որ ասեցին մյուս բնակարանները Հայաստանում ենք բաժանելու, այնտեղ խաղաղության ընդհանրապես գործիք մենք չենք տեսնում ու չի լինելու, դրանք չեն կանգնելու, ժամանակավոր զսպվածություն եղել է, բայց համաձայն չեմ, որ եվրոդիտորդներից հետո հող չի հանձնվել է Տավուշի մարզում, եվրոդիտորդները այդ ժամանակ գտնվում են Հայաստանում եւ նույնիսկ եվրոդիտորդները շատ վատ բանը ձեկուցագիր էին տվել, որ ինչ-որ հողեր նույնիսկ Ադրբեջանին է պատկանում, ինչ վերաբերում է միջանցքներին, Ժողովուրդ ջան, միջանցքներ լինում են տնտեսական, ռազմական, քաղաքական, այս տրիպը այդ բոլորը միացրել է, թե տնտեսական է, թե քաղաքական է, թե ռազմական է, այսինքն Ռուսաստանի շահը, Ռուսաստանը միջանցքի պես վաղուց մեր սահմանները ռուսական զորքերը պահում են, կա, ես հող ունեմ կոչումը փշալարից այն կողմ, հա, որ ես իմ հողը պետք է անցագրով մտնեմ, երբ որ մարդ է գալիս պետք է անցագրով մտնի, հիմա չասեմ այդ հողս որտեղ է, բայց կոչվում է փշալարից այն կողմ, պետք է ռուսական
այդ սահմանապահ ծառայությունը ինձ անցագիր տա, որ ես գնամ իմ սեփական հողը, Հայաստանի տարածքն է, ու ոչ միայն ես, բոլորը, ով որը տեղ այդ փշալարից են կողմ հող ունեն, այսքան էլ է կարիդոր, ինչ տարբերություն։ Հասկանում եք։ Այո, ժամանակավոր դադարա, եթե էլի եմ կրկնում, եթե մենք փաթեթով ենք վերցնում այս տրիպը, մեզ շատ ձեռնատու է, բայց եթե առանձին ենք վերցնում միակ 25-75 մեր սուվերեն վտանգ է մեր սուվերեն տարածքներին։ Այո։ Մենք տրիպը եսի նկատում մտավորական մի մեծ շրջանակ, որը եւ Սփյուռքում է եւ Հայաստանում է, մենք այդ տրիպը դիտարկում ենք շատ ավելի լայն, տարողունակ, խորը համագործակցություն, ասենք մասնավորապես Ամերիկայի հետ, տեխնոլոգիաների ներդրման, օրինակ ասենք ես տեսնում եմ, որ ակնհայտորեն միակ երկիրը, որ կարող է նոր ատոմակայան սարքի, իսկ նոր ատոմակայան մեջ խիստ անհրաժեշտ է, ընդ որում ոչ թե 500 մեգավատ եւ այլ, այլ ասենք 1200 մեգավատ, որտեղ մենք պետք է առաջ նայենք ինչ խնդիրներ ենք ուզում լուծում, մինիմալ հզորությունը, որ կայուն մեզ կարող է տալ էներգիա եւ ինչ որ իմաստով ապահովություն, անվտանգություն եւ որակական աճ, որտեղ ասենք անհրաժեշտ է բարձր ինժեներական կազմ, նորից վերարտադրել ինժեներներ ընդհանրապես սպասարկելու համար եւ զարգացնել հատկապես լեռնաարդյունաբերություն, դա կարող անի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դա օբյեկտիվ փաստ, ասենք Ֆրանսիան, որը ունի նաև ասենք լավ զարգացած ատոմային ինդուստրիա, այդ գերտերությունը ավելի բարձր ռանգի գերտերությունները չեն թույլ տալու Ֆրանսիան իրականացնի։ Որտեղ այդ խոսակցությունները հա շարունակվում է բան, բայց մենք պետք է հասնենք նրան, ասենք որ նաև քաղաքակրթական ծրագրեր ներկայացնենք, որը կարող է հենց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նույն Ռուսաստանին, որտեվ այդ ազգամիջյան խնդիրները Ռուսաստան նոր է բարձրանալու, շատ խիստ, որը կարող է բերի լրիվ տրոհմանը։ Եթե իրանք ցանկանում են, մենք այդ մեր հազարամյակների փորձը, որ կուտակված է, ոնց խաղացնել նույն ուկրաինացիների ու ռուսների մեջ, ոնց այդ հարցերը լուծել։ Մենք կարանք այդ բան անենք, նույն Իրանի եւ ասենք Իսրայելի մեջ արևմտյան Կասպիայի խնդիրը, ասենք Ալիևը խոսում է, բայց այսօր ինքը ոչ նավթ ունի, ոչ էլ գազ։ Դա բոլորին հայտնի է, վաճառում է ռուսական նավթը, ու ասենք միջին եւ բոլորը իրենց էշի տեղ դրած Ղազախական միջին այսօր։ Էշի տեղ դրած Եվրոպան, տեսեք Եվրոպան ինչ վիճակում է, որ ոչ մի ասենք վստահություն չի ներշնչում, էլի ինքը ռուսական գազը առնում, նավթ առնում Ալիևի միջոցով, երբ որ կարա վերջին հաշվով ուղիղ առներ այդ բաները։ Ումից, ասենք այդ հարցը պետքա դրվի ճիշտ քաղաքակրթական ծիրում լուծվի, նույն Ռուսաստանից կարա առնի, մի բան բոլորին հայտնի է, որ փաստացի Ալիևը միջնորդ դերակատարություն է անում եւ իրան ոչ իր նավթն է, ոչ իր գազն է։ Բոլորին հայտնի է, բայց իրանց հիմարի տեղ են դնում։ Բայց այդ մեկը այդ բացահայտվել է, ինչ անում Թրամփը, փաստորեն դա լրիվ բացահայտում է։ Այդ խապկանքները, այդ սրիկայությունները եւ այլ։ Այնպես որ ես ողջունում եմ, որ ասենք մենք ասենք իսկապես խորը համագործակցության ծիր մտնենք, որը կապահովի մեր ազգային միասնությունը, ես ի նկատեմ Սփյուռքը եւ հայությունը կմիավորվի մի հատ մեծ հայքի մեջ, միասնական, գիտարտադրական եւ այլ հարցեր, երկպալատանի ասենք համակարգ մտցվի, դա կարող է թույլ տա եւ կարանի Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց դա վնաս չի ոչ Իրանին, ոչ էլ բանին, Ռուսաստանին, որտեղ մեր խնդիրը չի
թշնամանալ մեր հարևանների հետ, ասենք տվյալ դեպքում Իրանը, որի եթե մենք գնանք դեպի խորքերը, ուղղակի մենք շատ շնորհակալություն պարոն Նայք, եթե ավելացնելու բան ունեք խնդրեմ, պարզապես ես մի դիտարկում անեմ, այնպես չի, որ մենք այսպես ազատ վիճակում ենք եւ հանգիստ կարող ենք որոշել այսպես անել, թե այսպես չանել։ Իրականում մենք գտնվում ենք շատ մեծ աշխարհաքաղաքական ճնշման տակ, ընդ որում այդ ճնշումը տարբեր կողմերից է, տարբեր ձևերով է եւ ես ուզում եմ ուրեմն երևի հաջորդ հարցի ժամանակ մենք խոսենք նաեւ այս վերջերս Հայաստանում շատ քննարկված Սոլովյովի իսկ իրականում Դուգինի դիրքորոշման շուրջը Պարոն Խաչատրյան, եթե բան ունեք ասելու այս հարցի հետ կապված, համեցեք։ Ընդհանրապես, երբ որ մենք քննարկում ենք հարցը, հատկապես մեր պատերազմի հետ կապված, վերջին 44-օրյա պատերազմի հետ կապված, ես դեմ եմ, որ մենք դիտարկում ենք որպես ակտորներ այդտեղ, որպես որոշում կայացնողներ, ավտոնոմ որոշումների կրողներ Ադրբեջանին եւ անգամ Թուրքիային։ Նրանք ոչ մեկը ակտոր չեն։ Նրանք ինչ որ ֆիգուրա կարող ալնի Թուրքիան, ինչ որ զինվոր կարող ալնի Ադրբեջանը, շախմատային լեզվով ասած, դա այդպես չի, էլի, եթե նրանք չունենային թույլատվությունը, որովհետև մի քանի անգամ նույնիսկ եղավ, որ այն ժամանակ Բայդենի մոտ մտան, երբ որ դեռևս պետքարտուղար վիցե պրեզիդենտն էր Բայդենը, մտան Էրդողանը եւ Ալիևը, եւ դուրս եկան, ասին, որ ստացել ենք թույլատվությունը Հայաստանի հետ, եթե չեմ ասած, քարոյա պատերազմի շրջաններ, որ հիմա մենք Էրդողանը դուրս եկավ եւ ժուրնալիստներին տվեց, այսպես ասած, ինտերվյուներ, իսկ ասաց, որ Ալիևը գնում է, որ պատերազմը գլխավորի Հայաստանի դեմ եւ այլն, որովհետեւ Բայդենից ստացել են կանաչ լույսը։ Եկան, չստացվեց, հետո Բայդենը, այսինքն ամերիկյան իստեբլիշմենտը, ասաց, որ Բայդենը պետք է ասի, որ դուք ուղղակի լույսերը լավ չեք ջոգում, գույները լավ չեք ջոգում, դեղինն է վառած եղել, դուք էլ համարել եք կանաչը, այդպես չի։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք նրանից, թե հա, մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ինչ որ մի բան պետք է անենք, դա շատ բարդ հարաբերությունների շրջանակ է, եւ ես որևէ կերպ, նորից եմ կրկնում, որևէ կերպ չեմ կարող պատկերացնել, որ մենք ադրբեջանցիների եւ թուրքերի բարեկամն ենք դառնալու, որ հանգարց հիմա որոշվեց, որ մենք բարեկամ ենք Թուրքիայի հետ։ Եղբայր ինչի՞ց է այդ որոշվում, էլի։ Ես որևէ կերպ այդ չեմ հասկանում։ Երբ որ մենք ասում ենք, հա, կա այսօր նաև երկրորդ ճանապարհը, հենց կողքին։ Կոչվում է Արազի ճամփա, ճիշտ է, Պարսկաստանով գալիս, անցնում է, մտնում Ադրբեջան, զգալիորեն ավելի լայն, զգալիորեն ավելի թողունակ, զգալիորեն ավելի կոմֆորտ, հարմարավետություն իր մեջ կրող, եւ հանգարց այս մարդիկ որոշում են, որ ստեղ հերիք չի։ Մի հատ էլ Էրդողանը հանդիպան ժամանակ մեր Փաշինյանին խորհուրդ է տալիս, որ ավտոնոմիա տուր Զանգեզուրին, այդ շատ պարզ բան է, էլի, ճիշտ է, ես գիտեմ, որ ասենք թուրքի լեզվում, թուրքերի բերանում, ասենք կառավարության իրաց բերան պետք է լինի 10 լեզու, որ ամեն մեկին իր լեզվով խափեն, բայց տեղ էլ չկա, էլի, որ եթե դու ավտոնոմիա տվեցիր, այդ նշանակում ավտոնոմիայի ղեկավարության դիմելու ենք, որ այդ թողունակությունը չի երիքում, ընկեր։ Այսօրվա աշխարհում տնտեսությունն է կարևորը, թե ռազմական գործոնը։ Տնտեսությունը շատ կարևոր բան է, բայց այսօր տեղը զիջել է ռազմականին։ Այսօր պարզ պետք է պատկերացնենք, այդ նույն Թուրքիան մտել է Վրաստան, Վրաստանի ամբողջ արևելքը խժռել է։ Վրաստանում հարցը բարձրացնում են, Թուրքիայի դեսպանը դեմարշ անում եւ դրանով ավարտվում է։ Այսինքն օրակարգից պարլամենտի, երբ որ ասում են 30%-ը հյուսվել է արդեն գնացել է թուրքերին։ Չի դրվում հարցը, որովհետև ճնշումը յոքուտ Թուրքիայի է, ոչ թե Թուրքիան է կարողանում այդ հարցը լուծել, այլ ճնշումը Միացյալ Արևմուտքի յոքուտ Թուրքիայի է։ Թուրքիան շատ թանկ է իրենց համար, եղել է թանկ, մնում է շատ թանկ էլի, որովհետև իրենք ունեն ստրատեգիական մեծ նպատակներ, շատ ավելի մեծ, քան մեր թրիփն է, քան ասենք Արազի ճամփան է, քան շրջանցող մնացած ճանապարհները իրար հետ, դրանք 100-ը չեն իսկի։ Այս մարդիկ գնացին, հասան մինչև Աբխազիա, ճիշտ է։ Աբխազիայում տեղի ունեցան ընտրություններ։ Թուրքիան
ձեռք բերեց Աբխազիայում իր թեկնածուն։ Այսինքն Թուրքիան Ռուսաստանի հետ այնտեղ բախվեց։ Եվ այս թեկնածուն ինչ հայտարարեց, ընդամենը ամիսներ առաջ ա եղել է, այդ տնես չէ որ խոսում ենք բանից Ղարսի պայմանագրից, հա լավ։ Էն էլ պիտի խոսանք, բայց այս մեր հիշողության մեջ դաջվածա, որովհետև նոր է հենց ամիսներ է, տարի էլ չկա գլխից անցած։ Այդ մարդը հայտարարեց, որ մենք պետք է հայերին կոտորենք։ Այս բառերով ոչ թե որ դե լավ կլներ հայերը չմասնակցեին ընտրություններին, բան, տենց չի։ Մենք պետք է հայերին կոտորենք, որպեսզի Աբխազիան դառնա ինքնիշխան։ Հայերին պետք է կոտոր, այսինքն այնպիսի մեծ էր վտանգը, որ Ռուսաստանը բավականին լարված իրավիճակ ունենալով ուկրաինական ռազմաճակատում ստիպված եղավ զորքեր դուրս բերել այնտեղից, Աբխազ հրամանատարի գլխավորությամբ բերել մտցնել, որ հայերին չկոտորեն։ Բայց ով էր այդ պատվերը տվողը, Թուրքիան չէ՞ պատվերը տվողը, իր թեկնածունն է։ Բա հիմա այդ ոնց է, որ մենք համարում ենք, ոչ մենք բարեկամ ենք, մենք կարող ենք բարեկամություն անենք, որևէ խնդիր չկա մեր եւ թուրքերի միջեւ, եթե խնդիր չկա։ Ոնց խնդիր։ Բայց այսինչ չենք աշխարհում մենք սենց ծրված։ Բայց ոնց է եղել, որ մենա Հռոմի պապնասում միայն հայերն են կարողացել մերձավոր արևելքի քրիստոնյաների գենոցիդը ամբողջ հասակով կանգնեցնել քաղաքակրթված աշխարհի առաջ։ Մենակ հայերը։ Մենակ բոլորին մորթել են սուսուփուս։ Այսօր էլ ընթանում է գենոցիդը։ Բոլորս տեսնում, բայց մենք ստեղ հանկարծ ինչ-որ մի հատ կախարդական կամերայի մեջ ենք, որտեղ մտածում ենք, որ չէ, դե բոլորն են մեր բարեկամներն են, բոլորն են մեր բարեկամներ։ Մենք կարող ենք բարեկամ լինել եւ եղբայրություն անգամ անել շատերի հետ։ Եվ լսեք, երբ որ խոսում ենք Իրանից, դրանց է Իրանի սեգմենտացիայի հարցը։ Այսինքն որևէ կերպ Ամերիկան եւ իր գլխավոր դաշնակից Իսրայելը չեն ենթադրում, որ այդտեղ կարող է պահպանվել այն Իրանը, որը կա։ Ինչու՞։ Որովհետեւ սա մարտահրավեր է նրանց համաշխարհային իշխանությանը։ Որևէ խնդիր այդտեղ չկա, կարելի է շատ պարզ ուղղակի բացատրել ամեն ինչը դնել իրար կողքի, բայց հիմա երբ որ մենք մտածում ենք, որ Իրանը պետքա սեգմենտացիայի ենթարկվի։ Այսինքն Բելուջիստանը պետքա առանձնանա, հյուսիս արևմտյան Քրդստանը պետքա առանձնանա, Ադրբեջանը, որը Իրանը համարում է հյուսիսային Ադրբեջան, հենց այդպես էլ կոչում է այդ տարածքները, Ալիևից պահանջում են, որ դուք պետքա մտնեք զորքով արդեն այս պատերազմի մեջ։ Էլեն ԱԹՍ բանթրցնելը չկա ձեր մոտից, ինքնաթիռները գանատեից ռմբակոծեն, չէ։ Այս անգամ մտնելու եք, որովհետև ընդեղի ադրբեջանցիները ոտքի կանգնեն, մենակ երբ որ տեսան, որ ադրբեջանական բանակը մտավ ներս։ Էս է իրավիճակը։ Եվ մենք այստեղ հարաբերությունների այս բազմաբարդ գամմայի մեջ պետքա կարողանանք ճշգրիտ ճանապարհը գտնել։ Խորագիտությամբ կարելի է մենակ դա անել։ Խորագիտությունը հակառակի նման չեք տեսնում։ Ինչ անշանակում, որ մեր ունեցած ռեսուրսը, որպես համաշխարհային ցանց, հայոց առաքելական եկեղեցին հանգարց կոնֆլիկտի մեջ է իշխանությունների հետ Հայաստանի։ Այս իրավիճակում, երբ որ մեր կողքին շրջաբերվում է համաշխարհային պատերազմի, միջուկային պատերազմի վտանգը։ Միթե մենք վեր ենք ածվել, ասենք, այդ աստիճանի էլի բացարձակ ուղեղազուրկ ինչ-որ մի զանգվածի։ Ինչի մասն է խոսքը, էլի, ինչի ենք սրան գնում։ Չէ, բայց գնում է կառավարությունը, որը մենք գտնում ենք, որ դա հայկական է։ Բոլոր ժամանակների կառավարությունը, հիմա սենց ասենք էլի, ես իմ վրայից չեմ վերցնում անձամբ մեղքը, մենք էլ ենք մեղավոր նրանում, ինչը այսօր կա այստեղ։ Բնական է։ Բոլորս մեր մեղքը ունենք։ Մեկս մի քիչ է արել, մեկս մի քիչ վախեցել է, մեկս մի քիչ սակավա շահ տեսել դրա մեջ եւ այլն, բայց մենք մեզ պետքա նաեւ մի բան ասենք էլի ու համոզված ասենք, որ այլևս Հայաստան չի կարող լինել իշխանություն, որը ունենա այսպիսի ծրված պատկերացումներ։ Հայաստան կարող է լինել միայն նվիրյալների իշխանություն, որոնք նվիրված կլինեն մեծ ազգային գործին։ Ոչ թե մանր-մունր ինչ-որ օրախնդիր հարցերը լուծելուն սեփական իշխանության վերարտադրության շրջանակում։ Դա ախր ինչ ազգային ծրագիր է 91 թվականից հետո։ Տենց էլ եղել է։ Չգիտեք 91 թվականին ընտրություն չի եղել։ 91 թվականին հաղթած ուժը գնացել է գրանցի իր արդյունքները։ Դրանք տարբեր բաներ են։ Ընտրությունը, երբ որ հա դիմադարձ կանգնած է, եւս ուժ կամ ուժեր
ընթանում է դինամիկ, այդպես բան չի եղել, բոլորս գիտենք, ներկա մարդիկ ենք, ապրել ենք, տեսել ենք, գնացեք քվեարկել ենք 91 թվականին, այո, հայոց համազգային շարժումը հաղթած ուժեր, որը գնում էր գրանցելու իր ցուցանիշը ու վերջ։ Մի ասեք, որ դա հա, այդպիսի եսի ինչ մի ընտրություն էր։ Ոչ։ Այ հիմա է ալնելու այդ ընտրությունը։ Հիմա ենք մենք պատասխան տալու ապագա սերունդների առաջ, ինչպես եւ անցյալի։ Եվ եթե մենք այսքանը չենք պատկերացնում, Քավլիցի, բերեք այսօրվանից ասենք, էլի, որ չենք պատկերացնում, մի հատ մեծ կլոր սեղան սարքես Տիգրան ջան, երևի, այդ կլոր սեղանին թողան բոլորը նստեն, իրանց փաստարկները դրեն սեղանին, հասկանանք ինչով ենք մենք պարակտվել, որ ամբողջ աշխարհը մեզ ներսից խաղացնի։ Ինչ պիտի մեզ ներսից խաղացնեն, ինչի պիտի հայերը չլինեն համաձույլ եւ նվիրյալը իրանց պետությանը, իրանց ազգի գործին, այդ ով է նվիրվում էլի ուրիշների գործերին, այդ ինչ աբսուրդ է։